Ողջույններ բոլորիդ, ճիշտ է շատ սուրտ է, բայց եկել ենք ու հերթի մեջ կանգնել ենք, որ շատ լավ սրճարան ենք մտնելու ու համովություններ ենք փորձելու։ Այսօր եկել ենք Կյաղետ փորձելու իրենց ճանաչված տաք շոկոլադը եւ ինչու ոչ իրենց շատ համեղ խմորեղենը։ Արդեն 10 րոպե է հերթի մեջ կանգնած ենք, ոնց որ թե կազմակերպված են աշխատում, հուսով ենք շատ երկար չենք սպասի, որովհետև մրսում ենք։ Իդեպ ուզում եմ նշել, որ մենք հիմա գտնվում ենք Տրոկադերոյի Կյաղետում, հա, որտեղից հիմա ուղղակի մի քիչ մառախլապատ է եւ հարմար դիրքում չենք, բայց Էյֆելն է երևում, բոլորդ էլ գիտեք այստեղը, որտեղ գալիս եք, նկարվում եք, հետևի տեսանում Էյֆելը, մենք գտնվում ենք հենց այդ Կյաղետում, որովհետև այն առաջին սրճարանն է եղել, որ բացվել է Փարիզում, բայց ինքը ունի նաեւ երկու տարբեր հասցե, մեկը Place des Vosges, մեկն էլ մեկ այլ տեղ, Մոնմարտրի հարևանությամբ, մենք եկանք իր առաջին հաստատությունը։ Էնպես որ սպասենք, մտնենք ու փորձենք։ Վերջապես տեղավորվեցիք, ուրեմն ասեմ մոտավորապես 25-ից 30 րոպե սպասեցինք, հերթեր են ու այդ հաշվի առեք, հերթերը կարելի ասել միշտ են, որովհետև շատ պահանջված ինքը սրճարան է տուրիստների կողմից, շատ գեղեցիկ է, խմորեղեն իրենց շատ համով է, բայց անկեղծ ասեմ, իրենց տաք շոկոլադը ես չեմ փորձել։ Հիմա միասին կփորձենք ու դա շատ ավելի լավ է, որովհետև կարծիքս լրիվ անկեղծ կլինի։ Վերցրեցի նաև սերուցք, սերուցքը իրականում տեսքից արդեն իսկ դուրս գալիս է, որտեղ շատ սենց կրեմային է հարված, տաք շոկոլադն էլ ըստ իս մի քիչ ջրիկ է, բայց կփորձենք, բնականաբար չենք շտապում, համով կզգանք եւ վերցրել ենք 3 տեսակի դեսեր, կլասիկ միլֆոյ, սա իրենց ամենապահանջվածներից է, ես հարցրեցի, վերցրել եմ իրենց այս մակարոն խմորեղենը, որը հենց ազնվամորիով է, մեջը կրեմ բրյուլե պետք է լինի եւ պիստակի կտորներ, ինչպես տեսակ վրան, վերցրել եմ կլասիկ մակարոն, ուղղակի մեծ տարբերակով շոկոլադ է, դե արդեն տաք շոկոլադն ասեցի, ինչպես նաև վերցրել ենք կապուչինո, որը այո, Մարիսայի պատրաստված չի, բայց հուսով ենք համով կլինի ու նաև անպայման, եթե վերցնում եք տաք շոկոլադ կամ որևիցե տաք ըմպելիք, ձեզ բերում են իրենց այս սաբլեները, հա, այս պեչենիները, որոնք իդեպ շատ լավ բուրում են, ինձ թվում է ինչ-որ ընկուզային բան կա իրենց մեջ։ Առաջինը սկսենք հենց տաք շոկոլադից, որը, ասել եմ չէ, ամենաճանաչվածներից է համարվում Փարիզի եւ ասում են ամենալավերի շարքում է, այնպես որ եկեք սա փորձենք առաջինը, սկզբում կփորձեմ առանց սերուցքի, հետո արդեն սերուցքով։ Ինչպես արդեն ասեցի, չէ, նկատեցի, որ ինքը մի քիչ ջրիկ է, շատ խիտ չէ, հենց այդպես էլ կա, ինքը շատ սենց խիտ շոկոլադային համ չունի, շատ քաղցր է, եթե քաղցրացրել եք անպայման կհավանեք, բայց վատը չի, եթե համեմատեմ կաֆե դե ֆլորի հետ, լրիվ անհամեմատելի է, շատ լավն է, բայց Անժելինայի հետ եթե համեմատեմ, բավականին զիջում եմ, վատ տարբերակ չէ, բայց ես կնախընտրեի Անժելինայինը։ Հիմա եկեք սերուցքն էլ լցնեմ, տեսնեմ սերուցքով ինչպիսին կլինի, սպասեք առանձին մի հատ սերուցքը փորձեմ էլի։ Շատ լավն է, ճիշտ էլ նկատել էի, որովհետև կարող է հասարակ բան թվալ սերուցքը, բայց իրականում, եթե սերուցքը լավ հարված չի լինում, ճիշտ շատ է հարված լինում, հավատացեք շատ տհաճ է լինում ուտելը։ Հիմա խառնենք սերուցքով էլ եկեք փորձենք։ Սերուցքով ավելի կաթնային է դառնում, վատ չէ։ Տաք շոկոլադը կգնահատեմ 10-ից երևի 6.5 ոչ ավել իմ քիմքի համար,
այդքան էլ ավել չեմ կարող տալ դրանից։ Հիմա եկեք փորձենք արդեն մակարոնը, առաջինը հենց ուզում եմ մակարոնը փորձենք։ Ինքը նայեք գեղեցիկ է շատ, բավականին է ծանր է, ենթադրվում է, որ լավ լցոնված է, չնայած երևում էլ է, այնպես որ արդեն փորձեմ։ Շատ հավանեցի, շատ համեղ մակարոն է, նայեք միջուկ ինչքան շատ է մեջը, ու ինչն է լավը, որ քանի որ գիտեմ, որ շատերը դառը շոկոլադ այդքան չեք սիրում, ինքը շատ դառը չէ, այսինքն ինքը շոկոլադ է, բայց ավելի շատ կաթնային, շատ դառը չէ, հարգի մակարոն է, կգնահատեմ երևի 10-ից 8։ Եկեք շարունակենք իրենց միլֆոյով, հա, մեր հայկական ասած Նապոլեոնով ու էլի եմ շեշտում ժողովուրդ միլֆոյը, ոչ թե միլֆեյ, չգիտեմ ինչի Հայաստանում միլֆոյին բոլորը անվանում են միլֆեյ, բայց ինքը միլֆոյ է։ Կլասիկ տարբերակում է շերտավոր խմոր, վանիլային կրեմ, տեսքը շատ լավն է, ինձ շատ է դուր գալիս, հուսով եմ համեղ կլինի, նայեք այսպես ցելոֆաններ են կպցրած, այսպեսի թղթեր է կպցրած, հա, կողքը, որպեսզի ինքը թարմ մնա եւ կրեմը չչորանա, որովհետեւ իդեպ այստեղից կարող եք նաեւ ուղղակի որպես խմորեղենի խանութ խմորեղենը գնել եւ տանել, պարտադիր չէ նստեք տեղում ու բնականաբար գները տարբերվում են, եթե վերցնում եք, տանում եք տեղում չեք ուտելու, ավելի էժան է, մի քանի եվրոյի տարբերություն է տալիս։ Իսկ տեղում բնականաբար քանի որ կա սպասարկում գումարը ավելանում է։ Հատկապես ուզում եմ նշել նաև որ բոլոր սպասքը, հա, անվանական է, կյաղետ է գրած, ամեն ինչը շատ գեղեցիկ է մատուցված, նույնիսկ դանակ պատարակաղները շատ հաճելի է։ Հիմա անցնենք միլֆոյը կտրելու, պետք է խրխրթա։ Լավ խրխրթիկ է ասեմ։ Շատ թարմ է ամեն դեպքում, եթե խրխրթում է, դա արդեն թարմության նշան է։ Նայեք միջուկը, հա, վանիլի հատիկներ էլ կան, նույնիսկ երևում են, շատ չեն, բայց կան, կարևորը բնական վանիլ է։ Իդեպ այս են խմորեղենների շարքին է դասվում, որ շատ դժվար է ուտելու առումով, որտեղ անհարմար է, խրխրթիկ այս շերտավոր խմորները շատ անհարմար է կտրելը։ Գնաց։ Շատ հավանեցի իրենց միլֆոյը, ես արդեն ասեցի չէ, որ իրենց խմորեղենից փորձել եմ ու հավանում եմ, միլֆոյն էլ բացառություն չի, իսկապես շատ լավն է, շատ համեղ, կլասիկ միլֆոյ, շատ լավ շերտավոր խմորով, լավ կարմրացված, լավ ֆրֆրթիկ, թարմ, կրեմն էլ շատ թեթև, բավականին վանիլը զգում ենք, այնպես որ 10-ից 9 գնահատում եմ անպայման այս փորձեք իրանց մոտ, հաստատ չեք փոշմանի։ Եկեք այս ազնվամորով մակարոնը փորձենք, այնքան գեղեցիկ տեսք ունի, սենց էլեգանտ, այնքան եմ հավանել, արդեն ասեցի չէ մեջը ասվում էր, որ կրեմ բրյուլեի կրեմ կա, պիստակ, այստեղ արդեն տեսնում եմ ազնվամորու կոնֆի, եկեք տեսնենք ազնվամորիները այնքան գեղեցիկ ու թարմ տեսք ունեն, տեսնենք ոնց ենք կտրում, որ փորձենք, դե մակարոնը մի քիչ պինդ է եւ դժվար է իմ կտրելը, բայց ես դա կարող եմ։ Վերջապես կտրեցի, ես դա կարողացա, կտրվածքը նայեք ինչ գեղեցիկ է, բայց հասկան այստեղ կրեմ բրյուլե չի, այստեղ պիստակի հենց կրեմ է, էլի ազնվամորու ոնց որ կոնֆիով, ու ոնց որ թե մի քիչ չոր էր մակարոնները, բայց պետք է փորձենք համը տեսնենք, որովհետև միգուցե հենց այդպես էլ պետք է։ Այ քիչ մեծ կտոր եմ պատրաստել, մի կերպ կարողացա կտրեմ։ Ազնվամորիները հատուկ ուզում եմ շեշտել, շատ լավն է, թե հաշվի առնենք, որ մենք հունվարի վերջ ենք, հա, ընտիր ազնվամորի է, դուրս եկավ այն փաստը, որ այս մակարոնները իրանք շատ չոր են, նայեք, ինքը չոր է, նույնիսկ կտրել, նայեք, որ կտրեմ, կտոցը զգացիկ չէ, ինքը շատ չոր է, ոնց որ մակարոնի պեչելինինի, այն որ մենք ունենք, այն նուշի պեչելիները սովետական բոլորից գիտենք, որ մնում էին, չորանում էին, չէ։ Այ այդպես ոնց որ մակարոնը չորացած լինի, համը շատ լավն է, ուղղակի ինքը չոր է, չգիտեմ ինչու։ Մեջտեղի կրեմն էլ ինքը համով է, լավ նուրբ կրեմ է, ուղղակի շատ արհեստական պիստակի համ ունի։ Եվ փաստորեն պիստակի կտորներ մեջը էլ չկար, մենակ կար ազնվամորու կոնֆի, որը շատ լավն էր, լավ թթվաշ, հաճելի։ Ու փաստորեն ունենք այս մի քանի կտոր պիստակը,
Մի փոքր երևի թե կասեմ հիասթափվեցի, որովհետև սպասումներս մեծ էր շատ, տեսքից ելնելով ինքը շատ գեղեցիկ էր էլի, ու հետո այն մեծ մակարոնը, որ փորձեցինք համով էր, ենթադրվում էր, որ սա էլ պետք է համով լիներ, բայց փաստորեն չէ, սա ես կգնահատեմ 6-ից 10 ու երևի այդքան խորը չեմ տա։ Ես մտածում էի վերցնեմ սա, թե իրենց օպերան, որտեղ օպերան շատ լավ տեսք ուներ, բայց ազնվամորին ինձ կանչեց, վերցրեցի ու երևի թե պետք է օպերան վերցնեի։ Դե լավ, դա էլ մյուս անգամ կամ էլ դա դուք կփորձեք արդեն իմ փոխարեն ու հետո ինձ կասեք։ Որպես վերջաբան եկեք էս իրենց սաբլեները, հա, պեչենիները փորձենք։ Պեչենիները 10-ից 10 այնքան լավն են ու այնքան թարմ խրխրտ մեջն են, նուշի թեփուկներ կան, շատ համով, լավ, կարագով պեչենիներ են, դե որ կարագը չլինի դժվար է համով լիներ։ Ուրեմն որպես վերջաբան ինչ եմ ուզում ասել։ Արդյոք արժե գյակաղետ, ինձ թվում է արժե գալ, բայց նորից եմ կրկնում, էլի ոչ ամենալավագույն փարիզյան տաք շոկոլադի ետևից, հա։ Միջավայրը շատ հաճելի է, ճիշտ է, աղմկոտ է, որովհետև շատ մարդ կա, շարժը շատ է, աղմուկը մեծ, այդ հաշվի առեք, բայց հաճելի է ամեն ինչ, սպասքը, սպասարկումը, այո, դեսերտներն էլ համեղ են, կապուչինոն էլ ամուսինս ասեց, որ համեղ է, վատը չէ, այնպես որ ինձ թվում է արժի հաստատ գալ, արժի փորձել, եթե համբերություն ունեք հերթ կանգնելու, բայց ինձ թվում է ցանկացած լավ տեղել հերթ են կանգնում, բայց տաք շոկոլադի համար էլի երևի մոտավորապես եթե նույն գնային կատեգորիայի նայենք, մի քիչ սա ավելի անժելինայից, որտեղ այստեղ 13.5 եվրո է սերուցքով շոկոլադը, կարող եք վերցնել նաև առանց սերուցքով տարբերակը, իսկ անժելինայում, եթե չեմ սխալվում, 12-12.5 էր, ու տաք շոկոլադը իրենցը շատ ավելի լավն էր։ Բայց ես ձեզ ասել եմ, անպայման ձեզ ծանոթացնելու եմ իմ ամենասիրած տաք շոկոլադի հետ փարիզյան, ուղղակի դա նույն գնային կատեգորիայի մեջ չի մտնում, դրա համար ես չեմ ուզում խառնել, որովհետև շատ անարդար կստացվի։ Այնպես որ եթե հավանեցիք վիդեոն, անպայման լայք եք, կիսվեք ձեր հարազատների հետ, բաժանորդագրվեք, որպեսզի հետևեք, ակտիվ լինեք եւ տեսնեք հետագա համտեսումները։ Ձեզ շատ սիրում եմ, պաչիկներ եմ անում ու էլի կրկին ասում եմ, մինչ նոր համտեսում։